Աշխարհում կա երկու հզոր ռազմական առումով պետություն, երրորդը չկա, եւ դրա չափորոշիչը 6000 եւ ավել մարտագլխիկ ունեցող միջուկային մարտագլխիկներ ու հրթիռներն են։ Որովհետեւ Չինաստանի տնտեսությունը ծնկի գա հիմա ինչ-որ տեղի ունեն մեր ցարարարվելքում։ Ուղղակիորեն սա հարվածել է Չինաստանի տնտեսությանը եւ պատահական չի, որ այս ռազմական գործողությունների ժամանակ Չինաստանը ռազմական բեռնատար ինքնաթիռներով զենքեր է կարծում առաջներթին հակաօդային պաշտպանության զենքերի ուղարկում Իրան։ Հիմա եթե մաշախպտի գա, իսկ իրենք այդպես են սպայն, արձանագրում ինքը իր նստատեղը Սողոմոնի տաճարում է։ Տաճար կառուցելու համար Ալեքսան պիտի ոչնչացվի։ Ալեքսան հիմա ոչնչացնես 5 միլիոն պաղեստինցի մահապարտ է ստանում։ ԱՄՆ-ի ղեկավարը կեղծում էր։ Ասենք 79 տարեկան անձ, որը իրենք քրիստոնյայի համարում, ներքին անկայունությունը կարող էր առաջ բերել անջատողական տրամադրություններ, որում այդ տրամադրությունները բավականին գեներացված են նվազագույնը երկու էթնիկ խմբի մոտ բելուջների եւ ազերիների։ Ես հիմա գամ այդ Տրամպի զգուշացմանը, եւ Թեհրանի 13 միլիոն ժողովրդին ասում են դուրս եկեք։ Ես չեմ բացառում, որ Իսրայելը ուղղակի միջուկային զենք, այսպես կիրառի Թեհրանին։ Ես կարծում եմ նույնիսկ եթե միջուկային զենք կիրառվի Իրանը չի հանձնվելու։ Երկու օր է սոցիալական ցանցերում այդպես պատտվում է մի տեսանյութ, որտեղ Իրանը անուղակի Իսրայելին հասկացնում է, որ ինքը եւս միջուկային մարտագլխիկներ ունի։ Փաշտյանին բերել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Բերվել է մի քանի երկրների հատուկ ծառայությունների կողմից, բայց այս պահին ամբողջովին կուրացիան ստրատեգիական հարցերով արմա Բրիտանիան, մարտավարական առումով Ադրբեջան, Թուրքիա։ Արազես հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարոզես, պարոն Նահապետյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մենք հիշում ենք, երբ Իրաքի վրա հարձակվեցին, քարոզչական նախապատրաստություն գնաց, թե հայտնաբերվել են քիմիական զենք արտադրելու նյութեր, փոշ ինչ-որ ցույց տվեցին։ Հետագայում Սադամ Հուսեյնին կախարան բարձրացնելուց հետո, Իրաք մասնատելուց հետո հայտարարեց, որ սխալվել են։ Այսօր Իսրայելը պատերազմ է սկսում հայտարարելով, որ հետախուզական տվյալներ ունի, որ Իրանը մոտ է ատոմային ռումբ ստեղծելուն, բայց արդեն պատերազմի 4-րդ օրը Ամերիկայից տեղեկատվություն է տարածվում, որ Ամերիկայի հետախուզական ծառայությունները հայտարարում են, որ իրականում հեռու էր Իրանը ատոմային ռումբ ստեղծելուց։ Եթե Իրաքի դեպքում պարզ է, պատերազմը ռեսուրսների համար էր, Իրանի դեպքում էլ ռեսուրսների համար։ Այստեղ ռեսուրսը հետևանք է։ Քանի որ Իրան դեմ պատերազմող երկու շահառու պետություն կա, Իսրայել, Միացյալ Նահանգներ, երկուսն շահառու են։ Իսրայելը մի խնդիր լուծում, Միացյալ Նահանգները այլ խնդիր է։ Այո, Միացյալ Նահանգները ռեսուրսային խնդիր է լուծում։ Ինչու՞։ Որտեղ Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի համար ստրատեգիական հետևյալն է։ Ինքը արձանագրում է հետևյալ իրողություն. աշխարհում կա երկու հզոր ռազմական առումով պետություն, երրորդը չկա, եւ դրա չափորոշիչը 6000 եւ ավել մարտագլխիկ ունեցող միջուկային մարտագլխիկներ ու հրթիռներն են։ Երկու պետությունների ղեկավարներն են այսօր Ռուսաստան, Միացյալ Նահանգներ ազդեցության ոլորտները որոշում։ Բայց ԱՄՆ-ը, երբ աշխարհում հարաբերական առումով կայուն խաղաղություն հաստատվի, ԱՄՆ-ն ունի խնդիր։ Դա Չինաստանի տնտեսությունն է, որը մրցակից է տնտեսությանը։ Որովհետեւ Չինաստանի տնտեսությունը ծնկի գա հիմա ինչ-որ տեղի ունեն մեր ցարարարվելքում։ Ուղղակիորեն սա հարվածել է Չինաստանի տնտեսությանը եւ պատահական չի, որ այս ռազմական գործողությունների ժամանակ Չինաստանը ռազմական բեռնատար ինքնաթիռներով զենքեր է կարծում առաջներթին հակաօդային պաշտպանության զենքերի ուղարկում Իրան։ Ուրեմն երբ այստեղ աշխարհագրությունը մեծանա, իսկ իրականում փաստացի աշխարհագրությունը ռազմական առումով, օժանդակության առումով արդեն մեծացել, որտեղ Չինաստանն է ներգրաված մի կողմից, Միացյալ Նահանգներն է երկրորդ կողմից, Թուրքիան է ներգրաված երրորդ կողմից, Ադրբեջանն է ներգրաված։ Եթե այս աշխարհագրությունը մեծանա, նշանակում է Իրանի եւ արաբական մի շարք երկրների, որոնք նավթառատ երկրներ են, այդ արդյունահանումը ժամանակավորապես քչանալու է կամ կասեցելու, որտեղ ռազմական գործողություններ են գնում, առավել որ Իսրայելը օրինակ Իրանի նավթահորին հարվածում է, հրթիռային հարվածներ ասում։ Սա նշանակում է, որ նավթի արդյունահանումը, տեղափոխումը եւ գնային քաղաքականությունը այլևս վտանգված է կայուն Չինաստանի տնտեսության համար, որը կայուն զարգացումով փաստացի տնտեսության Միացյալ Նահանգներից անցել է։ Իսկ Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրությունը 80% նստած է նավթի վրա։ Պատկերացրեք, նավթի գները մի անգամ թանկանում են, մատակարարումները
ընդհատումները վալինում, որտեղ այնուամենայնիվ ռազմական գործողություններ են գնում, եւ Չինաստանի տնտեսությունը իսկապես կարող է որոշ ժամանակ հետո նաեւ կրակի ենթարկվել այն առումով, որ այլևս մրցակից չի դառնա Միացյալ Նահանգներին։ Սա Միացյալ Նահանգները ռեսուրսային կռիվ է կրում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող, իսկ իրականում Իսրայելը ռեսուրսային չնա։ Իրենց սուրբ գրային արկա իրողությունների վրա նա կոնկրետ հոգևոր պատերազմ դաշտում է։ Եվ այդ պատերազմ դրսևորում հետևյալ կերպ։ Իսրայելի քաղաքական, ռազմական եւ հոգևոր ղեկավարությունը արձանագրում է իրողություն, որ փքչի Մաշախի գալու ժամանակն է, որպեսզի այդ գալուստը դիմավորվի, այսինքն համաշխարհային կառավարիչի մեծ հաշվով, այո, իրենք մի շարք գործեր տանեն, մասնավորապես իրենց թիվ 1 առարկայապես հակառակորդ Իրանին պարտության մատնեն, բայց մինչև Իրանի պրոքսի կառույցների պարտության մատնեն, մասնապես Համաս, որը սկզբում Իրանի պրոքսին չէր, հետո է դարձել Հեզբոլլահը Լիբանանում, Համասը Գազայի հատվածում եւ հուսիտները Եմենում։ Այնուամենայնիվ այդ հարվածները հասցվեցին, բայց Իսրայելի բանակը հաղթական չի եղել այդ կռվում, որտեղ ոչ Գազայի հատվածն է գրաված, ոչ էլ Հեզբոլլահը ամբողջովին ծնկի եկեց, իր զինական ներուժը Հեզբոլլահը պահպանում, նույնը նաև հուսիտները, Եմենի։ Եվ այդ կռիվը ինչի սկսեց, եթե հիշում եք, նախանցյալ տարի հոկտեմբերի 7-ին, երբ Իսրայելի ռազմականացված բնակավայրի կիբուցների վրա Համասի մի քանի 100 զինյալներ ռազմական գործողություն արեցին, որից հետևեց հոկտեմբերի 8-ին Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից Իլուր Աշխարհի բաց հրապարակավ հայտարարեց, որ իրենք Համասին պատերազմ հայտարարում։ Նպատակը ո՞րն է։ Նպատակը Իսրայելի տարածքում երկու անկլավներում գտնվող պաղեստինցիներն է տարածքից դուրս դնելն է։ Դուրս դնելու երկու ճանապարհ կա, կամ համոզում ես լավ վճարում ես ինքը նախընտրում է այլ երկրում ապրել, իսկ օրինակ Գազայի պաղեստինցիները անգամ Տրամպի առաջարկից հետո հրաժարվեցին, Հորդանան եւ Եգիպտոս տեղափոխվել լավ ապրելու կյանքով, եւ այդ պաղեստինցիներն դուրս դնելու իմաստը հետեւյալն է. Իսլամ աշխարհը ունի սրբավայրեր, առաջինը Մեքքան է, Մեդինան է, երրորդը Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարի տեղը կառուցված Ալաքսա մզկիթն է, դա երրորդ սրբավայրն է համարում։ Հիմա եթե Մաշախը պիտի գա, իսկ իրենք այդպես են սպայն, արձանագրում, ինքը իր նստատեղը Սողոմոնի տաճարում է դնում։ Տաճար կառուցելու համար Ալաքսան պիտի ոչնչացվի։ Ալաքսան հիմա ոչնչացնես 5 միլիոն պաղեստինցի մահապարտ է ստանում կոնկրետ Իսրայելի տարածքում, էլ չեմ ասում իսլամ աշխարհի, վերաբերմունքը։ Եվ Իսրայելը փաստորեն Համասին եւ Հեզբոլլահին եւ հուսիտներին չհաղթելուց հետո հիմա փորձել է, այսպես ասենք, իրական այն պետությանը ռազմական դաշտում հաղթել, որի պրոքսիները համարում են իմ նշած 3 միավորները։ Այսինքն Իսրայելի համար այս ամեն ինչը սուրբ գրային իրողությունները կյանքի կոչել են։ Սուրբ գրային դա մարգարեների կողմից փոխանցված Աստծո խոսքն է, որը քննարկման եւ բեկանման ենթակա չէ։ Այսինքն իրենք մինչև վերջ են գնալու, որտեվ Աստծո խոսքը կիսատ չեն թողում, եթե մտնում են կռվի դաշտ։ Իդեպ նույն իրողությունը նաև Իրանում է, հիմնականում ասենք այսպես շիա մահմեդական աշխարհում, ստեղ նույն պարսիկները չեն շիա, ասենք նույն ազարիները, որոնք իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, երկրորդ էթնիկ խումբն են Իրանում, իրենց քանակով թրքախոս են, բայց իրանք շիա մահմեդական են։ Այսինքն շիա մահմեդականության համար, եթե իրենք գնահատում են, որ աշխարհի վերջին օրերն է, այդ ժամանակ առաջ է գալիս իրենց գլխավոր ռազմիկը Մահդին, որը մեծ պատերազմում չարի կայսրության եւ չարի դեմ, իսկ իրեն գնահատում են, որ այդ չարիքը Իսրայելն է եւ ղեկավարությունը, Մահդի առաջնորդությամբ հաղթում են։ Այսինքն Իրանի մոտ եւս կրոնական հենք կա, եւ հետեւաբար այդ երկու պետությունների բախումը իր հիմքում ունի կրոնական սուրբ գրային, եթե Իրանում դա շիա մահմեդականների համար Ղուրանն է, իսկ Իսրայելում Թալմուդ Թորան եւ Հնգամացյանը, նրանք ելնում են այդ իրողություններից, ամենակոնկրետ խիստ առարկայական խնդիր է լուծում, ստրատեգիական խնդիր է, համաշխարհային տիրապետության խնդիր է։ Այդ խոչընդոտ իր համար մի պետություն է եւ դա Չինաստանն է։ Չինաստանը տնտեսությունը ծնկի բերեց ԱՄՆ-ը իսկապես դառնում են ուժային առումով երկու հզոր պետություն, ԱՄՆ Ռուսաստան, բայց ինքը համար մեկն է դառնում, ինչու որտեղ իր տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության համեմատ շատ ավելի հզոր է։ Եվ այդպես։ Երեք էլ Հոմեյնին հայտարարեց, որ անուն Հայդերի,
սկսում են ճակատամարտ, ըստ էության դա այդ ձեր նշած կրոնական պատերազմի համատեքստում է։ Այո։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ հնարավոր է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։ Սա ինչ է նշանակում, որ Ամերիկան արդեն բաց խաղաքարտերով, ինչա դա ասում էր, որ ներգրաված չի, բայց արդեն բաց խաղաքարտերով է մտնելու։ Ուրեմն ԱՄՆ-ի ղեկավարը կեղծում էր, ասենք 79 տարեկան անձ, որը իրեն քրիստոնյա է համարում, այո, հրապարակավ կեղծեց։ Իր պետական շահն է երկրի ամենայն հավանականությամբ դրա համար։ Ես ինչով եմ փաստում, որ կեղծեց։ Առաջին օրը, երբ իսրայելական օդուժը մոտ 200 ինքնաթիռ ըստ իսրայելական աղբյուրների ռազմական գործողություններ Իրան տարածքի նկատմամբ իրականացնում, այդ ինքնաթիռների վառելիքը թռիչք եւ հետ վերադարձ չէր բավականացնում։ Իսրայելը ունի 12 վերալիցքավորող ինքնաթիռ։ Յուրաքանչյուր վերալիցքավորող ինքնաթիռ այն հեռավորություններ, որտեղ Ելման կետից Իսրայելի օդուժը թռնում էր մարտական խնդիր կատարում եւ վերադառնում էր, յուրաքանչյուր ինքնաթիռն ու առավելագույն 4 ինքնաթիռ, 3-ից 4 ինքնաթիռ կարող է լիցքավորել։ Եթե 4-ով հաշվենք, 12-ը 48 մոտ 50 ինքնաթիռ է լիցքավորել, բայց մնացած 150-ի լիցքավորում ով ապահովել։ Միացյալ Նահանգները։ Այնպես որ Միացյալ Նահանգները առաջին իսկ օրվանից այս օպերացիայի մեջ են։ Իհարկե համագործակցելով Իսրայելի պաշտպանության բանակի Ցախալի հետ։ Սա մեկ, երկրորդ, Իսրայելը առաջին մի քանի օր իսկապես հաջողություն ունեցավ հիմնականում իր հետախուզական կարծիքներով եւ կարողացավ որոշակի առումով գլխատել Իրանի զինուժի բարձրաստիճան պաշտպանության մի մասին եւ գիտնականների որոշ քանակ, որոնք զբաղվում են ատոմային միջուկային հետազոտություններով։ Հիմա այն խնդիրը, որ Իսրայել դրել է 4 հիմնական ուրեմն թիրախ է։ Առաջին ռազմական, քաղաքական, գիտական եւ կրոնական ղեկավարների ոչնչացում։ Երկրորդ, այդ նույն դիվերսիոն խմբերը առաջին 2 օրը առավելագույն էֆեկտիվ կարողացան որոշակի առումով շարքից հանել Իրանի հակաօդային պաշտպանության, հակառթիրային պաշտպանության եւ ռադիոէլեկտրական պայքարի միջոցները։ Սա, ասենք այսպես, դիվերսիոն խմբերը արեցին։ Հաջորդ 2 խնդիրը, որ իրենք իրենց առաջ դրել էին, ուրեմն կառավարման կետեր, զորամասեր, նաև բալիստիկ հրթիռների արձակման կայաններ եւ վերջինը միջուկային հետազոտությունների կենտրոններ։ Հիմա ամբողջ հարցն է, որ այս վերջի 2 խնդիրը Իսրայելը այսպես չի կարողանում կատարել, ինչու՞։ Որտեղ Իսրայելի կողմից օգտագործող հրթիռներն եւ ռումբերը, առավելագույն եթե հարվածում են 30-ից 40 մետր են ձագար, առաջացնում խորությունը։ Բայց միջուկային հետազոտությունների այդ կենտրոնները հիմնականում ուրանի հարստացման ցենտրիֆուգները գտնվում են 80-ից մոտ 120 մետր խորության վրա, ուրեմն բականին այդպես ապառաշ քայլով լեռների մեջ, որը բնական նաև արգելք է, եւ բալիստիկ հրթիռներ, հիպերձանյակությամբ հրթիռները եւս գտնվում են այդ խորության վրա։ Եվ պատահական չէր, որ 2 օր առաջ Տրամպը 3-4 օր հայտարարեց, որ Իսրայելն կտրամադրի հակաբունկերային ռումբեր։ Այսինքն այդ այն ռումբերն են, որոնք որ 100 մետր ենթադրենք այդ խորությամբ իջնեն եւ ցենտրիֆուգները վնասեն եւ բալիստիկ հրթիռների եւ հիպերձանյակությամբ հրթիռների պահոստները։ Այս բանը Իսրայելը այդ խնդիրը չի կատարել։ 2 օր առաջ նաև նույն Տրամպը մի հայտարարություն արեց, որ Թեհրանի մոտ 13 միլիոն բնակչությանը տարածքը լքեն։ Ես կարծում եմ, այդտեղ բավականին վտանգավոր հայտարարություն է, որտեվ դրա ենթատեքստը ոչ այնքան այդ Խոմ քաղաքում, որը Թեհրանի մոտ է, այդ ցենտրիֆուգների աշխատանքի կենտրոններն են խորության վրա, այլ որքան ես չեմ բացառում, որ Իսրայելը տեսնելով, որ այս նախաձեռնությունները վերջնարդյունքում հաջողություն չունեն, իսկ սա իրականում դեռ պատերազմ չի, սա լայնածավալ ռազմական գործողություն է, որի նպատակը ներքին դժգոհություններ առաջացնելով Իրանում իշխանափոխություն իրականացնել, պատահական չէ, որ գլխատվեցին ռազմական, քաղաքական եւ գիտական այն էլիտան, որը համարվում էր նախկիններ, այսինքն երիտասարդները չէին, եւ հույս ունենալով, որ նաեւ Իրանին կբազմազգ պետություն է, որտեղ պարսիկները 50% են մոտ, երկրորդ էթնիկ խումբը ազերիներն են, երրորդը քրդեր, չորրորդը բելուժները։ Նաեւ այլ խմբեր կան, բայց հիմնականում դրանք են, ներքին անկայունությունը կարող էր առաջ բերել անջատողական տրամադրություններ, ընդ որում այդ տրամադրությունները բավականին գեներացված են նվազագույնը 2 էթնիկ խմբի մոտ բելուժների եւ ազերիների։ Հիմա ելնելով այս իրողությունից
փաստացի ներքին հեղաշրջում կամ իշխանափոխություն այաթոլլաների կառավարման ինստիտուտը վերացնել։ Ոնց որ դա չի ստացվում, որտեղ ավելի շուտ կոնսոլիդացիա է գնում Իրանում ղեկավարության շուրջ, ոնց որ իդեպ Ռուսաստանում Ուկրաինայի հայտնի դեպքերից հետո թվում էր թե ժողովուրդը Պուտինի դեմ դուրս գա իշխող վարչակազմից լրիվ հակառակ էֆեկտ է դուրս եկավ։ Եվ այստեղից հետևություն, եթե առաջին փուլում իրենց նպատակներին չեն հասնում, կա Պլան B, այսպես ասենք, որը երկու տար է իր մեջ պարունակում։ Առաջին ցամաքային ռազմական ագրեսիա Իրանի դեմ, որը ժամանակատար է եւ մոտապես տարբեր ռազմական լուրջ փորձագետների գնահատման մոտ 1.5 միլիոն դա նվազագույնն է, որսի Իրանի տարածք ներխուժեն։ Այդ անձնակազմը, ասենք մի քանի պետության տարածքից կարող են մտնել Ադրբեջան, Թուրքիա, Իրաք, Աֆղանստան, բայց գիտեք, ասենք դա մի օրում չեն կարող կենտրոնացնել, այդքան տեխնիկա, զինամթերք, հոսպիտալներ եւ այլն, այսինքն ինքը շատ ժամանակատար է։ Եվ հետաբար ես հիմա գամ այդ Տրամպի զգուշացմանը, եւ որ Թեհրանի 13 միլիոն ժողովրդին ասում են դուրս եկեք։ Ես չեմ բացառում, որ Իսրայել ուղղակի միջուկային զենք, այսպես կիրառի Թեհրանին։ Հաշվի առնելով որ դրանից հետո ըստ իրենց իսկ անգլոսաքսոնական արևմտյան ընկալումների Իրանը պիտի հանձնվի։ Ես կարծում եմ նույնիսկ եթե միջուկային զենք կիրառվի, Իրանը չի հանձնվելու։ Սա առաջին եւ երկրորդ երկու օրը սոցիալական ցանցերում այդպես պատտվում են մի տեսանյութ, որտեղ Իրանը անուղակի Իսրայելին հասկացնում է, որ ինքը եւս միջուկային մարտագլխիկներ ունի, որտեղ կրիչներ ունել հրթիռները։ Այդ մարտագլխի համար մի կարևոր էլեմենտ չկա հարստացած ուրանը, պլուտոնիում, բայց ցենտրիֆուգները, որոնք նաև աշխատում են խաղ ատոմի համար, 5-6% հարստացումը դա ատոմականների է, 95-98%-ը դա արդեն միջուկային զենքի համար։ Ցենտրիֆուգները միջև դե հիմա այդ ասում են 60, իսկ կարող է ընդհանրապես միջուկային զենք են նաև տիրապետում, որի մասին ուղղակի չեն բարձրացնում։ Այսինքն սպասում են հետևյալն, եթե Իսրայելը միջուկային զենք կիրառեց, ասենք 1-2, իսկ Իսրայելի Իրանի կողմից եթե միջուկային հարված լինի, 1-2 ռումբի հարվածը բառը, որ Իսրայել պետություն ընդհանրապես գոյություն չունի, որտեղ տարածքը շատ փոքր է, ի համեմատ Իրանի։ Իրանը շուտ բաներ կմնան, բայց եթե միջուկային պատերազմ փաստորեն սկիզբ առավ եւ պատական չի Պակիստանի ղեկավարությունը նաեւ հայտարարել, եթե Իսրայելի կողմից Իրանին հարված լինի միջուկային, իրենք եւս Իսրայելին կհարվածեն։ Սա նշանակում է, որ երկիր մուրակը թևակողմ է լրիվ այլ վիճակ։ Այսինքն կարմիր գիծը, որ չի կարելի օգտագործել միջուկային զենք, որտեղ միջուկային զենքը ինքը զսպիչ զենք է, դառնում է ֆիզիկական ոչնչացման միլիոնավոր մարդկանց ոչնչացման գործիք։ Եթե սա գնաց, ասում են թե ինչեր կսպասի, մեկ ասում է հայտնի, մեկ էլ նրանց ովքեր որ հաշվարկվում են, թե քանի ռումբից հետո ինչքան բնակչություն կոչնչանա։ Առաջին հերթին նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության գոտում։ Գիտեք, այստեղ վտանգը, եթե մի միջուկային զենք օգտագործվեց, ես կարծում եմ օրինակ Զելենսկին ինչ է ասելու։ Ասել է այ հուսիտները Եմենի, ոնց որ իրենց նկուղներում հիպերձայնային արագության հրթիռներ են պատրաստում, իհարկե ժպտալով ասելու, որտեվ տեսականորեն եւ գործնական հնարավոր չի։ Հուսիտներ ունեն հիպերձայնային արագության հրթիռ եւ ակնհայտ է, որ դա իրենց տվել է, ոչ թե իրենք։ Հիմա նույն տրամաբանությամբ Զելենսկին ասել է, ես էլ իմ նկուղներում մի քանի օր աշխատեցինք, մի քանի մարտագլխիկ միջուկային զենք ունենք։ Իսկ դա նշանակում է, որ այլևս Ռուսաստանի հետ Զելենսկին իսկ ավելի շուտ Բրիտանիան խոսելու է շանտաժի լեզվով, ասելու է հիմա, եթե մեր պայմաններով պատերազմը չի կանգնեցում, ես միջուկային զենք եմ օգտագործում։ Չմոռանանք, որ իրենք այդ քայլին երկու անգամ դիմել են, երբ Զապորոժիայի Եվրոպայում ամենամեծ ատոմականի հովարային համակարգին էին հարվածում, երկրորդ, երբ որ Ուկրաինայի զինուժը Կուրսկ մտավ, իրենց բուն նպատակը ոչ թե տարածք օտարելն էր, այլ Կուրսկի ատոմականն էր։ Իսկ ատոմականը վերցնելը շարունակում շանտաժ լեզվով է խոսում։ Հիմա եթե մի միջուկային զենք մի մարտագլխիկ օգտագործեց, ես սկզբունքորեն չեմ բացառում, որ նույն Բրիտանիան, Ֆրանսիան մի քանի մարտագլխիկ կտան Զելենսկուն, նայել կասի, ես էլ իմ նկուղներում այդ զենքը պատրաստել եմ եւ պատրաստ եմ կիրառել, այդպես։ Եթե այս ծայրահեղ վատատեսական սցենարը մի կողմ դնենք, մյուս ոչ պակաս վատատեսական սցենարը դիտարկենք, որ Ամերիկան բացահայտ մտնում է պատերազմի մեջ, ապա ինչ սարկացումներ տեղի։ Այսօր ես որքան իրազեկ եմ, 3 անվտանգության խորհրդի նիստ ա եղել եւ որոշում չի կայացել Իրանին հարվածելու։
Որտեղ Իրանի ղեկավարությունը ասում է, որ պահին, որ ԱՄՆ հայտարարեց, թեև Իրանի հետախուզությունը վստահաբար գիտի, որ ԱՄՆ մասնակից է, օժանդակության կարգով։ Բայց որ պահին, որ իր զինուժը կոնկրետ գործողություններ իրականացրեց, ասենք օրինակ ավիակինեի վրայից օդուժ եւ հրթիռներ թռան դեպի Իրան։ Սա արձանագրում է, որ ԱՄՆ արդեն այս ռազմական գործողությունների մասնակից է, Իրանի ղեկավարությունն ասել է կոնկրետ գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, որ իրենք հարվածելու են Միացյալ Նահանգների բազաներին բոլոր այն վայրերում, որոնք հասանել են իրենց հրթիռներին։ Այսինքն սա իսկապես այդ երրորդ համաշխարհային պատերազմ, որ ասում ենք, սա է լինելու։ Նման գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ ինչպես կգնահատեք Հայաստանի իշխանությունների վարքագիծը։ Պատերազմից 2 օր առաջ Թուրքիան զորավարժությունների քողի ներքո զորք մտցրեց Նախիջևան եւ զենք։ Եվ մեր իշխանությունների արտադրանք։ Այս գիտեք ոնց, եկեք որպեսզի ավելի սթափ եւ իրատեսական գնահատենք, երբ որ մենք հաճախ ասում ենք մեր իշխանություն կամ Հայաստանի իշխանություն, իմ մոտ միանգամից դա ասոցացվում է Ալիև Էրդողանի հետ։ Ես Փաշինյան Նիկոլ երբեք չեմ նայել իշխանություն։ Այսինքն հիմա նայենք Ալիևն ու Էրդողանը ինչ են ուզում։ Իրենք կամակատար են սկզբունքորեն որոշակի ինքնուրույնության, Ադրբեջանը պակաս նվազ, Թուրքիան ավելի, այսպես ինքնուրույն քաղաքականություն է, բայց ստրատեգիական առումով իրենք կամակատարն են կոնկրետ Բրիտանիայի։ Դա վստահաբար եմ ասում։ Հիմա ինչ է ուզում Բրիտանիան այս տարածաշրջանում։ Ուզում է պարսկական ռուսական կամ իրանական ռուսական գործոնը թույլատնի ազդեցության բոլոր առումով ռազմական, տնտեսական, հոգևոր, մշակութային եւ այլն։ Ուժեղացնի թուրքական գործոնը, որտեղ թուրքական գործոնը Բրիտանիայի ձեռքին մի քանի 100 տարի գործիք է եղել Ռուսաստանին հարավիողությամբ անընդհատ հարվածելու։ Ներառյալ նաեւ օրինակ հայտնի ազգությամբ չեչեն Շամիր կար, ոչ էս վերջինս, ցարական Ռուսաստան դեմ կռվող, անգամ այդ 25 տարի տևող ռուսական բանակի դեմ ասենք ապստամբություն, ասենք ճակատամարտեր, կռիվներ Թուրքիան է ֆինանսավորում, բայց պատվիրատուն Թուրքիան չէր, պատվիրատուն Բրիտանիան էր, այսինքն Բրիտանիան միշտ օգտագործել է թուրքական գործոնը Ռուսաստանի խեղճացնելու համար։ Հիմա եթե ուշադրություն դարձնենք Եվրոպայում այնինչ հիմա տեղի ունենում Ուկրաինայի կռիվը կասեցնելու Տրամփի նախաձեռնությամբ վիժեցնողը Բրիտանիան է։ Իհարկե ձեռք հետ նաև Ֆրանսիան է որոշակի ակտիվություն անցնում, բայց առաջին ջութակը Բրիտանիան է։ Հիմա ինչու է Բրիտանիան այդտեղ փորձում ազդեցություն ունենալ։ Փաստացի պատերազմ չի կանգնում, որտեղ Բրիտանիան է ուզում։ Իդեպ երբ որ ժամանակին 22-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Թուրքիային որոշակի բանակցային գործընթացում ինչ որ համաձայնության են եկել, վիժեցնողը ով էր։ Այդ ժամանակ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Բրիտանիա, հիշենք, միշտ։ Եվ ըստ այդմ հիմա շարունակությունը, որ Բրիտանիան էական ազդեցություն ունի Ուկրաինայի տարածքում Ռուսաստան հավաքական արևմուտք պատերազմին։ Այս բան Միացյալ Նահանգներին փորձենք անել, հավաքական արևմուտք, նոր վարչակազմը ակտիվ չէ, այսպես ասենք, այլ խնդիր է լուծում։ Նույն Բրիտանիան հիմա նայեք, մերձարու արևելքում ամեն ինչ անում է, որ պատերազմի աշխարհագրությունը մեծանա, այդ թվում նաև Իսրայելին օգնելով, զինելով եւ այլն։ Նույնը իդեպ որոշ ժամանակ առաջ եղավ Պակիստան-Հնդկաստան հակամարտությունը, որը մի կերպ կանգնեցրեցին երկու միջուկային տերությունների պատերազմը, ակնհայտ է, չէ՞ որ դա սրվել վերջին աշխուր դա միջուկային պատերազմի, կարող է վերաճել։ Սա եւս Բրիտանիան է։ Հիմա Բրիտանիայի ուզածը ինչ է։ Քանի որ աշխարհի վերաբաժանման սեղանի շուրջ երկու պետությունների ներկայացուցիչ նստած Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Բրիտանիան ցանկանում է, որ այդ երկուսը դառնա 3 եւ իր ներկայացուցիչը եւս նստի, ինչու։ Որտեղ այդ խնդիրները, կոնֆլիկտները, պատերազմները եւ 5 րոպե պակաս միջուկային պատերազմի կանխարգելման լծակը իրականում այս բան գտնում է Բրիտանիայի ղեկավարության ձեռքում։ Եթե Պուտինը եւ Տրամփը ընդունում են, որ Բրիտանիայի ներկայացուցիչ եւս այդ աշխարհի վերաբաժանման կամ ազդեցության գոտիների բաժանման սեղանի շուրջ եթե իրենք համաձայնում են, որ նստի Բրիտանիայի ներկայացուցիչ, ես վստահաբար ասեմ, շատ արագ այս հակամարտությունները կարող են կտրուկ կերպով մարել, որտեղ իրական լծակները գտնվում են Բրիտանիայի եւ կառավարության եւ հատուկ ծառայությունների ձեռքում։
Երեք գործարար Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցած միջադեպը դրա համատեքստում է մասնավորապես Ռուսաստանի ներկայության նաև տնտեսական լծակների վերցնելու հետ է կապված, առավել ևս որ արդեն Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ թքածում է այս իշխանությունների վրա, էլ ցանցերի վրա էլ, այսինքն դրված է նաև էլ ցանցերը վերցնելու խնդիրը։ Ես կարծում եմ, եկեք այսպես, հա, Փաշինյանին բերել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Բերվել է մի քանի երկրների հատուկ ծառայությունների կողմից, բայց այս պահին ամբողջովին կուրացիան ստրատեգիական հարցերով արմա Բրիտանիան, մարտավարական առումով Ադրբեջան, Թուրքիա։ Նպատակը որն է՝ Ռուսաստանին ամբողջովին Հայաստանից դուրս տանել։ Այսինքն իր ազդեցությունը զրոյացնել։ Առաջին ազդեցությունը Արցախն էր, որտեղ ռուսական կողմը որպես բանակցային կողմ եւ որպես Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից պետություն Արցախից դուրս տրվեց, Արցախը այլևս չկա։ Երկրորդ խնդիրը, որը որ դրված է, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, ասենք էլ ցանցերը, ատոմականի ուրեմն վառելիքը, սպասարկումը եւս ռուսական է, այո, որ դա էլ պիտի վերանա, հա, գազը ռուսական պիտի չլինի, հա, տարբեր ձևով այդ քաղաքպայմանագրի կարկառուն դեգեներատ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Ադրբեջանից գազը կվերցնենք, հա, մի ասենք 5 անգամ ավելի թանկ։ Ուրեմն ունել է դեռ ռեսուրսները, ըստ գնահատականների։ Դե ասում են խոսք են տալիս։ Հիմա եւ ընդ որում վինտիլը իրենց մոտ ալնելու փականը, ցանկացած բան ուղղակի կարող են փակել։ Ուրեմն այս էներգետիկի հետ կապված հաջորդը փաստացի, եթե Հայաստանը Թուրքիայի հետ կնքում է դիվանագիտական հարաբերությունների ուրեմն հարաբերություններ ստեղծելու պայմանագիր, այսինքն հաջորդ օրը օրվա իշխանությունները Բարձրաձայն Միսկին չանում 102 բազան ստեղ։ Անիմաստ է, որտեղ մենք Թուրքիայի հետ հարևան բարեկամ երկիր ենք, ու թեման փակվում, 102 բազան դուրս տնել եւ հաջորդը, որը որ ներկայ իշխանությունները արουν, Հայաստանում կադրային քաղաքականություն, լրջագույն կադրային քաղաքականություն։ Իրենց սկզբունքը հետեւյալն է. ցանկացած անձ, առաջնորդին ուժային ոլորտների, որը այս կամ այն ձեւ կրթություն հաստատել ռուսական բուհերում համապատասխան իրենք դի դուրս տրվեն։ Ուշադրություն դարձեք այս վերջին ուժային կառույցներում, ասենք ոստիկանություն, արտաքին հետախուզություն ՄԱԾ-ի, քրեակատարողական հիմնարկ, արտադատության նախարարություն, դատախազ։ Այս բոլոր անձինք, որոնք ասենք չեն ստացել կրթություն Հայաստանում, վերապատրաստում Ռուսաստանում, չեն ստացել, ավելին իրենք կրթությունը Հայաստանում ստացել են եւ վերապատրաստում կուրսեր անցել են արևմտյան երկրներում, մեծ մասի դեպ Բրիտանիայում։ Իսկ դա հավանականություն, որ այնտեղ, ինչպես ասում են, տաշած եւ մաշած լինեն, վերջում էլ եթե ինչ-որ կոմպրոմատ հնարավոր լինի այդ անձի վրա, հա, ստեղծել այդ կոմպրոմատով իրենց ցանկալ տեխնացիոն եւ դրանց տարիքային շեմը առավելագույն 40-ն է։ Հայտարարվեց, որ ԱԾ-ի տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարական տվել կամ Փաշինյանն է պահանջել այդ հրաժարականը եւ տեխնացիոն ԺՊ-ն երբ նայում եք, սա կենսագրությունը, հա, 87 թիվը, եթե չեմ սխալվում, էլի մոտապես գալիս է մոտ 40-ի մոտ։ Կենսագրություն նայում ես, անկենսագրություն մարդ, որին ընդհանրապես ԱԾ-ի փոխտնօրեն նշանակել են այդ համակարգում ընդհանրապես որից փորձառություն չունենալով։ Որ հիմա տնօրեն են, հա, ասում ԺՊ-ը ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ամենակարևորն եմ ասում կադրային քաղաքականություն, այդ կադրային քաղաքականությունը հստակ հետևականորեն իրականացվում է։ Այսինքն քայլ առ քայլ Ռուսաստանը դուրս է դրվում Հայաստանից եւ ինչա դառնալու արդյունքում։ Միգուցե ընդունենք տեսականորեն, հա, Փաշինյանի համար ես այսպես դրական ընկալումով բացատրեմ, որ իբր ինքը հավատում է այնինչ ինքը անում է, հա, ասենք հավատում է նրան, որ եթե Ռուսաստանը այստեղից դուրս է դրվում, մենք որոշակի կորուստներ ենք ունենում, ասենք կորուստ ունեցել ենք Արցախը, ինքը ասում է առավել ինքնիշխան անկախ ենք, չէ՞ եղել։ Հիմա Ռուսաստանի էներգետիկ ներկայությունը դուրս է դրվում, 102 ռազմաբազան դուրս է դրվում, կադրային քաղաքականություն դուրս է դրվում, մեծ ժողովրդագրական փոփոխություն վատ իմաստով եւ արտագաղթ ինքը ասում է, այո, մենք այսպես բավականին արդեն ինքնիշխան ենք, իհարկե Ադրբեջանը բավական շատ տարածքներ է վերցնելու, ասենք մի 10,000 15,000 քառակուսի կիլոմետր Հայաստան կմնա, Փաշինյանը կասի տեսեք, բայց փաստորեն 15,000-ի վրա ոչ թե մենք գուբերնիա ունենք, այլ անկախ պետություն։ Այս լավագույն դեպքում, որ ինքը իրան համոզել է, բայց ձեզ ասեմ, եթե Օսմանյան կայսրության պատմությունը նայենք, այդ կայսրությունը միայն հերոսերով չի նվաճել, նաև այսպիսի քաղաքականությամբ է նվաճել, ինչպես ասում են, խայծը տվել է, խայծը կերել են, հիմա սա խայծն էլ ուտում է, հետո Հայաստանից
մեծ հաշվով որ ոչինչ չմնա, ասենք լավ Փաշինյանի կարծում եթե ֆիզիկական ոչնչացման խնդիր լինի, իր տերն է ոչնչացնելու իդեպ, որտեղ շատ բան գիտի։ Ու դրանով թեման փակվելու է։ Այսինքն Հայաստան մեծ հաշվով որպես այդպեսին պետություն չի լինի, այստեղ ասենք մի կես միլիոն հայ կապրի կամ չի ապրի, մնացած արտագաղթելու են, եւ սկզբունքորեն ասենք Թուրքիան նայելու է ինչ ձեւով, ասում են դե 200 տարի առաջ այդտեղ հայ չի եղել։ Հա իհարկե Իրանի ազդեցության տարածք, Իրանի տարածք աղել Երևանի եւ Նախիջևանի խանությունները 1828-ին Թուրքմենչայով անցան Ռուսաստանին 15-20 հազար հայեր ստեղ ապրում, որտեվ պարսիկները ժամանակին հայերին տալ էին Պարսկաստան, բերել էին Ազարի ժողովուրդ, դա ինչ որ Ալիևը ասում է մենք ենք այստեղ, իրանք չեն եղել, իրանական ցակ ունեցող այո Ազարի ժողովուրդ եղել է, որ այդ պատերազմից հետո մեծամասամբ դուրս եկավ, ինչ որ մաս մնաց, բայց մեծամասամբ դուրս եկավ եւ Գրիբայդովի ջանքերի շնորհիվ Պարսկաստանից իրենց պետության ծախսերով բավականաչափ հայեր բերեցին եւ որոնց ժառանգներն եք հիմնականում նայում եք այս 4 միլիոն հայություն, որ 91 թվին կայացավ, այդ եկած ժառանգներն են։ Հիմա խնդիրը սա է, եթե Փաշինյանը ինքն իրեն հավատացնում է, որ այսպես կորուստներով մեծացնում է ինքնիշխանությունը, առնվազն ես նորից եմ ասում, այդ մարդու տեղը Ավան Հոգեբուժարան 6-րդ պալատն է։ Բայց սա հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմը կա։ Ինչու հնարավոր չի իրեն փոխել։ Որտեվ ինքը իրականում ինքը չի այստեղ։ Իրական իշխանությունը նորից եմ կրկնում, Ալիև եւ Էրդողանը, իսկ ավելի փոքր եթե վերև բարձրանանք Բրիտանիա։ Հետաբար, եթե քաղաքական ընդդիմությունը օկուպացված տարածք, իսկ մեր երկիրը ես գնահատում եմ պես եւ դա իրականում էլ կա, օկուպացված տարածք, այսինքն արտաքին կառավարումը, հա իրականացում։ Եթե արտաքին կառավարումը իրականացող տարածքում քաղաքական ուժերը մտածում են, որ անվստահությամբ կամ ընտրություններով հնարավոր է օկուպանտին հաղթել, մեղմ ասած ժպիտ առաջացնում ավելի խիստ գնահատականներ չտամ։ Օկուպացված տարածքները այլ ձով, այս չեմ ասում էսպային ժողովուրդը զենքով գնաց, սովորաբար նման գնահատականներ ասում են, ես ինձ ասում են դու ինչա զենք է, ասում են չէ, այն գործիքները, որ մեր դեմ այսօր աշխատում է, այդ նույն գործիքները, օրինակ պատկերացրեք, եթե օրվա վարչակազմի մի ասենք մի 50-60 պաշտոնյայից բացի ամբողջ պետական կառավարման համակարգը եւ մեր քաղաքացիները ուղղակի այս իշխանությանը չի ենթարկվի են, ասում են ձեր հրամանները չեն կատարում, ոստիկանը չի կատարում, քննիչի չի կատարում, ԱԱԾ-ի աշխատողը չի կատարում, այսինքն կոլապսի մեջ է հայտնվում, հա։ Իրականում փաստացի այն իշխանությունը, որը պետական ինստիտուտներով է դրսևորում, այդ իշխանությունը այլևս չկա, որտեղ այդ ինստիտուտներում ծառայող ստորին, միջին եւ վերևից ինչ որ մաս անձնակազմ գնահատում որ երկիրը օկուպացիայից մեկ էլ այսինքն անհնազանդություն է հանդես բերում։ Սա հոգեվիճակային առումով եւ արկա իրավիճակային առումով բավական կտրուկ իրավիճակ է փոխում։ Սա ոչ չեմ վստահում, ոչ իմպիչմենտ է, ոչ էլ ընտրություններ է։ Ես կարծում եմ լուծում էսպես պետք է լինի։ Մեր իշխանությունների վարկը կարծես թե հասկանալ է։ Հիմա դիտարկենք Ռուսաստանին։ Ռուսաստանի իշխանի գլուխը կախ կհեռանա Հայաստանից։ Եկեք այսպես ասենք, հա, Ռուսաստանը միշտ էլ իր կորուստների հետևից գալիս է։ 1918-21 թվականին առաջին համաշխարհային պատերազմ եւ դրանից հետո Ռուսաստանում իշխանափոխությունից ցարական կառավարության տապալուց հետո բական կորուստներ ունեցավ տարածքային։ 45-ին վերադարձավ, հետ բերեց եւ բան էլ ավել, չէ։ Հիմա եթե աշխարհը նոր վերաբաժանան փուլի մեջ, հա, ինչա Ռուսաստանը չգիտեր, որ Ուկրաինայի մեծ մասը Ռուսաստանն է եղել։ Գիտեր, չէ։ Այդ դեպքում հարց ինչու այն ինչ որ հիմա արվում է, չարվեց ասենք 2014-ին։ Որտեւ այդ ժամանակ Ռուսաստանը եւ իր ղեկավարությունը գտնում է, որ հիմա չի պահը ազատագրելու, հիմա չի պահը։ Այսինքն ինքը կարող է այստեղ այս տարածքը իր համար շատ կարևոր է, վստահաբար եմ ասում ձեզ, բոլոր առումով ոնց ուզում եք գնահատեք։ Նաև ստեղ բնակչությունն է, որպես քրիստոնյա ուղղափառ ժողովուրդ, հոգեարազատ եւ մենք 200 տարուց ավել Ռուսաստանի հետ բոլոր առումներով մեր երկրի ներկայացուցիչները բավական լուրջ պաշտոններ են զբաղեցել այդ պետության կառավարման համակարգում, մեր կրթական համակարգը, գիտական համակարգը, արտադրությունը ամբողջովին Ռուսաստանի շնորհիվ է եղել։ 1921-ին մեծ հաշվով Հայաստան մի հատ մեծ, եթե այդպես ժարգոնյան ասեմ, մեծ գյուղ էր։ Բայց հետո 91 թվականին ռազմարդյունաբերություններ, գիտություններ, մշակույթ ուներ, հա, էլ Ռուսաստանի շնորհիվ իհարկե։ Հիմա դրա համար եմ ասում, որ այո, կարող է ժամանակապես նաև Ռուսաստանը զիջել։ Այնպես ինչպես Ուկրաինան զիջեց։ Հիմա ինքը ինչա, չգիտի որ ենթադրենք, ասենք նույն միջին ասիական հանրապետությունների մեծ մասը պետականություն, կրթություն, արտադրություն ինքնատիպ ինքնա ներդրում արել եւ դրա դիմաց փողը չի վերցել, չէ, գումար չի դրել, չէ։ Չի ասել Ղազախստան դու ընդհանրապես գոյություն չուներ
Ընդհանրապես միջինասիական հանրապետություններից միակը, որ այս կամ այն ձևով ստատուս է երբևէ ունեցել, Տաջիկստանն է եղել։ Մնացածը Թուրքեստանի մարզի միավորներն եղել, չէ՞, Ստալինի ժամանակ որպես հանրապետություններ խորհրդային դրվեցին։ Հիմա Ռուսաստանը չի ասում, բայց եթե պահը գա, կասի։ Իդեպ դրա վերաբերյալ երկու ձևակերպում է տվել Ռուսաստանի նախագահը, որին մենք իսկապես շատ լուրջ վերաբերվենք։ Առաջին, Ուկրաինայի մասին ասել է, Ուկրաինան Լենինի ստեղծած պետությունն է։ Իդեպ այդ Լենինի ստեղծած պետությունը նաև վերաբերվում է Ադրբեջանին։ Եվ երկրորդ, Ռուսաստանի քաղաքական, ռազմական ղեկավարությունը իրենք միշտ իրենց կորցրածների հետևից գալիս են։ Եվ դրա մասին նույնիսկ ասենք ես չի որ ասեմ կամ Ռուսաստանի ինչ-որ պաշտոնատար են, սրա մասին ժամանակին Ռուսաստանում կրթություն ստացած ծառայած եւ Գերմանիայի պետության կերտման ակունքներում կանգնած Օտո ֆոն Բիսմարկն ասել, որը հրաշագիր էր եւ ռուսական պետությանը եւ ռուս ժողովրդին։ Երկու խորհուրդ էր տվել, չէ՞։ Առաջին ռուսների դեմ երբեք չպատերազմել, որտեղ գերմանացիները չլսեցին, երկու համաշխարհային էլ գերմանացիներն են, չէ՞, ներգրաված։ Եվ երկրորդ ռուսները իրենց կորցրածների հետևից միշտ վերադառնում են։ Եվ պատական չի, որ մի մոտ 1 ամիս առաջ հետաքրքիր մի այսպիսի տեղեկատվական արտահոսք եղավ Ռուսաստանի նախագահի խորհրդականի շուրթերով, ասելով, որ խորհրդային միությունը իրապես ապօրինի է լուծարվել։ Եվ իսկապես ճիշտ է ասում, ասենք ես դրա մասին պարբերաբար տարբեր հարթակներում ասել եմ, ինչու որտեղ պետության լուծարումը կամ չգոյությունը որոշումը պետք է կայացնել պետության բարձրագույն ղեկավար մարմնի կողմից, իսկ խորհրդային միության բարձրագույն ղեկավար մարմինը ժողովրդական դեպուտատների համագումարն էր։ Համագումարը երբեք նման որոշում չի կայացվել։ Եթե 3 հանրապետություններ ղեկավարներ հավաքվում են ինչ-որ որոշում են կայացում, կամ ինչ-որ գերագույն խորհուրդ է որոշում կայացնում, դա առ ոչինչ է, որտեղ բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարում չկա նման որոշում, սա պատական արտահոսք չէր։ Եվ Ռուսաստանի ղեկավարը, երբ որ ասում է Ռուսաստան, Ուկրաինան դա ներքին գործ է, ինքը խորհրդային միության իրավական առումով գոյություն ունեցող պետության սահմաններում են ներքին գործ դիտում։ Իդեպ ներքին գործ դիտվելու է, ես կարծում եմ, նաև Հայաստանի եւ Ադրբեջանի այն հակամարտությունը, որը արկա իրողություններում կա։ Այո, կարող է ռուսները ժամանակապես այս տարածքները կորցնեն, բայց վստահաբար եմ ասում, իրենք գալու ապա հետ են գալու։ Բայց խնդիրն նա է, որ այդ կորցնելու ժամանակ մենք որպես հայություն այստեղ ապրող մենք ամբողջովին կորցնենք։ Ռուսաստանը հսկայական մեծ տերություն է, մեծ սահմաններով, հա, այսինքն իր համար մարտավարական առումով նահանջը այլ պետությունների հետ բախման ժամանակ իր համար պետության կործանում չի։ Ռուսները նույնիսկ 1812-ին Նապոլեոնին մայրաքաղաք զիջեցին, չէ՞, բայց հետո հաղթանակը Փարիզում, չէ՞, նշեցին։ Իրենց համար դա խնդիր չի, մեզ համար է խնդիր։ Այսինքն մենք առաջինտի գնահատենք, թե եթե իսկապես դեր չեն կանգնում եւ իրավիճակը համարժեք չեն գնահատում մեր երկրին, այդ կորուստը անդառնալի կլինի, առավելս որ այդ փախստականների 100,000-ավոր հոսքերը ես չեմ բացառում, որ Ատրպատականից Աշճանաբար Նախջևան եւ Նախջևանից Հայաստան։ Նաև չեմ բացառում հունիսի 20-ին Էրդողան-Փաշինյան հանդիպան ժամանակ նաև առաջ դրվի հումանիտար կամ մարդասիրական միջանցքի բացման խնդիրը այն նույն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ։ Դե մի 100,000, 200,000 կգան, մի 50,000 կմնան Հայաստանում վրաների տակ, ոնց մի մասը բնականաբար զինվորականներ կլինեն, ահաբեկիչներ, ասենք։ Եվ այդպես շարունակ տարածքները նաև այդ ձևով են նվաճվում, այնպես չի որ զորքը գնաց նվաճեց, ասեցի մնա։ Նվաճման տարբեր փափուկ ձև կա, կիսափափուկ եւ կա կոնկրետ մարտի դաշտում նվաճում։ Հիմա մեր առաջ լուրջ սպառնալիք կա եւ այդ սպառնալիքին ես ցավոք սրտի չեմ տեսնում համարժեք նախ գնահատական եւ հետո ընդդիմության կողմից ճիշտ քայլեր։ Շնորհակալություն, պարոն։ Իդեպ ես Սամվել Կարապետյանի հետ կապված դուք հարց տվեցիք, սա պատական չի։ Այո, այդ էներգակիրների հետ կապված հեծը վերցնելու եւ այլն, բայց խնդիրը եկեղեցին է եւ եկեղեցու պաշտպանները։ Սամվել Կարապետյանը բավական հայտնի անձնավորություն ոչ միայն որպես բարերար, ոչ միայն մեծահարուստ։ Նա Ռուսաստանի պետության եւ մեր եկեղեցու կողմից բարձրագույն պարգևների, ասենք կառավարական պարգևների արժանացած մարդ է, հա, հեղինակություն է, այսպես ասենք։ Եվ հեղինակությունները կոտրել Հայաստանում իշխանությունների ձեռագիրն է, եթե այդ հեղինակությունները այս կամ այն ձևով ասոցացվում են Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։ Սա եւս կանխամտածված քաղաքականություն է, որ իրականացնում է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարության ղեկավար Փաշինյան Նիկոլը։
Շնորհակալություն պարոն Նահապետյան բովանդակալից զրույցի համար։ Պանորամայում հարգելի հետևորդներ, հիշեցնեմ մեր հյուրն էր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար։ Կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։